Եվրադաշինքում մտածում ենք եւ վերլուծում ենք այն ինչ տեղի ունեցավ Գյումրիում միանշանակ։ Ես ինքս նաեւ սկսել եմ ղողանջները դրա արձանագրել, ազդարարել, դաշինքի մաս չեմ, դաշինքը ես չեմ, ճարտարապետը չեմ եղել դաշինքի կազմավորման, հետեւաբար նաեւ դաշինքը փլուզողն էլ ես չեմ, սա հատուկ դաշտում գործող առանձին դեմքերի ասեմ, ես ուղղակի իմ կարծիքն եմ բարձրաձայնում եւ այդ կարծիքը իրավունք ունի, կյանքի իրավունք ունի, որովհետեւ նաեւ ստանում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ազդակներ, որ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ակնկալում է շատ ավելի մեծ կոնսոլիդացիա եւ ես կոչ եմ անում քաղաքական դաշտում գործող առողջ ուժերին այդ կոնսոլիդացիան նախաձեռնել, կոնսուլտացիաներ սկսել մեկը մյուսի հետ, 26 թվին նախապատրաստելու համատեքստում, մի կողմ դնել տարաձայնությունները, բոլոր, տարընկալումները, փորձել բոլոր սուր անկյունները հղկել եւ միասնական ճակատով իրականում ոչ նախկին, ոչ ներկա, իսկ իրականում հավաքական առումով այս նախկիններին մերժենք եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրություն տանք։ Եթե մենք կարողանանք սա անել հավաքական առումով, կարողանանք այդ ճակատը ձևավորել, փառք ու պատիվ մեզ։ Ժողովուրդը կողջունի դա։ Եթե չենք կարողանա, գիտեք, ես երեք ասել եմ, այսօր էլ պիտի ասեմ, քանի անգամ պիտի քաղաքական ուժերը գնան եւ բաց ճակատով հարվածեն պատին, որ հասկանան դա փակուղի է։ Քաղաքական դաշտը բևեռացված փակուղային իրավիճակում է այս Քոչարյան, Սարգսյան, Փաշինյան եռանկյունու մեջ։ Ուզում ենք մենք դուրս գալու այս մեր խեղճ ու կրակ ժողովրդին էլ ընտրություն առաջարկել ու դուրս անել այս փոսից, թե չենք ուզում։ Եթե ուզում ենք, բայց չեք կարծում, որ հանրությունն էլ պետք է ուզենա, պարոն Մկրտչյան, միայն ուժերի ցանկությունից չեք կապված, մոտ կա այդ պահանջը, որ այդ ուժերը համախմբվեն։ Անհատներ, քաղաքական ուժերի ղեկավարներ, հասարակական կազմակերպություններ պիտի համախմբվեն։ Սփյուռքում աշխատող, գործող ընկերներ, հայրենակիցներ պիտի կարողանան այս տարաձայնությունները մի կողմ դնել եւ նախկիններին էլ, ներկաներին էլ ներկայի դասականի ոճով ասել հանգիստ վերընկեք տեղներդ եւ թույլ տվեք Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլընտրանք գտնի։ Սուտ խոսալով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորեցնելով, բռնել բաց թողելով, լոլոներ կարդալով, լապշաներ կախելով, հապկում սառեցրել ենք, մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտել ենք, հոկտեմբերի 27-ը վերաբացել ենք, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չենք թողել պլստա, չենք թողի պլստա, երևի հիմա կգանք ասեն, մուրճը տվել եք, մի հատ էլ կվալ տվեք, կացին տվեք, չգիտեմ ինչ ինչքան։ Այս ընտրությունների թեման եթե ամփոփենք, այսինքն դժվար կանխատեսելի է, թե ինչ որոշում կկայացնի Մարտուն Գրիգորյանը ձեր համար։ Անհետաքրքիր է ամբողջությամբ, թե Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա կկազմի, Մարտուն Գրիգորյանը ՔՊ-ի հետ կկազմի, Մարտուն Գրիգորյանը կտանի նոր ընտրության, մեծ հաշվով Գյումրեցու այս ընտրությունը, ես իրականում ուզում եմ, որ այնտեղ իշխանություն ձևավորվի, որպեսզի գյումրեցին մի քանի ամսվա առավելագույնը 1 տարվա ընթացքում համոզվի, թե ինչ սխալ կատարեց եւ ինչպես ինքը իր թեթև ձեռամբ Գյումրին վերածեց լենինականի։ Պարոն Մկրտչյան, պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր դրեց մանդատը Գյումրիում լրագրողների հետ ունեցած այդ հայտնի միջադեպի պատճառով հիմա հանրության որոշակի հատված, լրատվամիջոցների մամուլի որոշ հատված նույնը ակնկալում է Ալեն Սիմոնյանից, Անդրանիկ Քոչարյանից իրենց վարքի հետ կապված, բայց իմ հարցը նրանց հնարավոր վարքագծի մասին չէ, այլ այն մասին, թե ինչու իշխանության ներկայացուցիչները շատ լավ իմանալով, որ գտնվում են ընդդիմադիրների այդ խոշորացույցի տակ, իրենք ամեն դեպքում ռիսկի են դիմում եւ այդպիսի վարքագիծ են դրսևորում։ Վարքագիծն ինքնին նորմալ է, եթե մարդը օգտագործել է ալկոհոլ, կարող է սոված փորին օգտագործել այդ ալկոհոլը, ազդեցությունը եղել է կրկնակի, աննորմալ է, երբ որ պատգամավորի, մարդու ի վերջո եւ ամենակարևորը կողքին եղած ընկերները չեն սաստում,
լավ մի փոքր կոպիտ բան ասեմ, դա բռնություն երևի թե չի դիտարկվի, այդ մարդուն մի սենյակում չեն փագում, միջև ինքը կսթափվի եւ ինքն էլ կհասկանա իր սխալը, որովհետեւ երբ թե Վիլեն Գաբրիելյանը այսօր դրել է մանդատը, ինքը ունեցել է այդ պարկեշտությունը իր մեջ, ընդունելու սխալը եւ գնալու այդ ճանապարհով։ Գուցե SMS եղել է, ոչ թե գուցե, վստահաբար եղել է SMS, բայց ամեն դեպքում մարդը գնացել է այդ ճանապարհով եւ գիտեք ուստեղ առանձնացված մի հատված կառանձնացնեմ ինքը դնելով մանդատն ասեց գնում եմ եւ առաջադրվեմ վարչության տեխնացու իբրև որպեսի փոփոխություններ իրականացնեմ իսկ քաղաքացիական պայմանագրում եթե այդ փոփոխությունները չիրականացվեցին կադրային ջարդ տեղի չունեցավ ներկուսակցական ջարդ տեղի չունեցավ իրենց շարքերը չմակրեցին կոռուպցիոներներից նորաթուխ իրենց շարքերը չմակրեցին այդ ընտանեկան կառավարման մեջ ներքաշվածներից, օդիոզ կերպարներից 2026-ի վայրեջքը էլ ավելի ցավոտ է լինելու իրենց համար։ Սա պետք է գիտակցեն։ Հիմա կոնկրետ Գյումրու օրինակով Դավիթ Արուշանյանը կարծում եմ պետք է գնա։ Դեռ այն ժամանակ պիտի գնար, երբ որ ինքը ասում էր Երևանից Գյումրուն քաղաքական, այսպես տեսք մի հաղորդեք, այս ընտրությունները Գյումրիում քաղաքական չեն, իսկ ներողություն, ինչա կանեին, գողական էին, կրիմինալական էին, թայֆայաբազական էին, ինչի մեջ էիք դուք մտել, կրիմինալի հետ մրցակցության փոխանակ կրիմինալին բնում խեղդեիք ու առնվազն ասեիք, որ քաղաքական պրոցեսների մեջ նրանք չեն կարող ներգրավել, առավել ևս ազդեցություն ունենալ եւ իրենց կատարած այդ ազդեցության շնորհիվ այսօր Գյումրի քաղաքը այսպիսի խնդիրների առաջ կանգնել։ Պարոն Մկրտչյան, դուք Գաբրիելյանի դեպքին կոնկրետ անդրադարձաք, այո, նա ոչ սթափ վիճակում էր, բայց Անդրանիկ Քոչարյանը բավականին սթափ վիճակում էր եւ ինչ ասել Անդրանիկ Քոչարյանը լրագրողին։ Ինչ ասել, առաջին դեպքը չի եւ լրատվամիջոցին են թիրախավորում եւ լրագրողների հանդեպ նա հատուկ վերաբերմունք ունի։ Հիմա ուզում եմ հասկանալ, սա որքանով է բխում այդ ժողովրդավարության տրամաբանությունից։ Ներողություն, եթե Անդրանիկ Քոչարյանը ապտակած լիներ լրագրողին ես անձամբ լրագրողի հետ միասին կգնայի, ասեմ ավելին կգիշերեի նրա աշխատասենյակի դիմաց եւ կպահանջեի նրա մանդատից հրաժարվելը, բայց ընդհանրապես մեջբերում է կատարել մարդը։ Այդ ինչի է վայնասունը չկար, երբ որ ինքնասառեցված հոգեվորական Վազգեն Գալստանյանն էր այդ հայտարարությունն անում։ Դա մեջբերում է եղել։ Ինչի չկար այդ վայնասունը։ Շրթունքներն էին այլ Լրագրողներ այլ Ես երևույթի մասին եմ Երևույթները այլ առավել եւս ինչն էր այլ ինչի չկար էս աղմուկը ինչի են ժամանակ չբարձրացրեցիք լրագրողական համայնքը ինչի են ժամանակ սա չբարձրացրեց ինչի եք լուր երբ որ այն ժամանակ լիներ էս աղմուկը աղաղակը գուցե հասկանայինք բայց չի եղել մարդն էլ մեջբերում է արել ինչու՞ է խնդիրը կայանում ես չեմ հասկանում Լավ, այլ թեմաների գանք, պարոն Մկրտչյան, Ադրբեջանը ոչ միայն ապատեղեկատվություն է տարածում հրադադարի խախտման մասին, այլև հենց ինքն է կրակում, Սյունիքում մենք ունենք վնասված տներ, արտգործնախարարության մակարդակով շարունակում են անզիջում պահանջել Հայաստանից սահմանադրության փոփոխություն, հասան նրան, որ Գերմանիայի նախագահի գրառման համար Գերմանիան ներողություն է փաստորեն խնդրել ադրբեջանական կողմից այս վարքագծով ինչ խնդիր է լուծում Ալիևը հնարավոր էսկալացիայի ռիսկը ինչպես է գնահատում Իրականում էսկալացիայի ռիսկը հատկապես վերջին երկու կետը համաձայնեցնելուց հետո եւ Ալիևին դիվանագիտական փակուղ առաջ կանգնեցնելուց հետո մեծացել է բայց որքանով նպաստավոր աշխարհակաղակական իրավիճակ այդպիսի էսկալացիա հրահրելու համար սա իրականում 50-50 հարաբերակցությամբ կարող ենք գնահատել, որովհետև գիտեք, ես մի բան այսպես ասեմ, եթե Ադրբեջանը էսկալացիայի հնարավորություն ունենար եւ եթե կարողանար դա իրականացնել, վստահաբար վաղուց իրականացրել էր։ Հիմա կարծես թե տեղեկատվական տերորի է դիմում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա հավելյալ ճնշումներ է գործադրում։ Խաղաղության պայմանագրի այդ համաձայնեցված կետերի ստորագրումն է վիժեցնում եւ տորպեդահարում։ Մեծ հաշվով սա է տեղի ունենում։ Իսկ կլինի էսկալացիա, թե չի լինի, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, էսկալացիայի վտանգը միշտ կախված է մեր գլխից։ Եվ հաջողելու է ձգձգումը, ահա, այդ խաղաղության համաձայնագրի։ Հաջողում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը առավոտից երեկո ստատուսներ է գրում եւ պահանջում
կամ խնդրում, հորդորում, աղերսում, որ այդ պայմանագիրը ստորագրվի, ալիևը ձգձգում է, հավելյալ պահանջներ առաջ քաշում, ինչպիսի սահմանադրության փոփոխությունն է։ Այսինքն այդ զիջումների գնալով փակուղու առջև կանգնեցնելու գործելավոճը միևնույն է արդյունավետ չէ։ Տեսնում ենք, որ արդյունավետ չի, ինչու, որովհետև Հայաստանի Հանրապետությունը գործընթացը պատկերացնում է երկկողմ ձևաչափով։ Օրինակ Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք եւ շարունակում ենք պահանջել Միացյալ Նահանգներին ներգրավել իբրև միջնորդ կամ երաշխավոր բանակցություններում, հատկապես այս դիվանագիտական ակտիվ շփումներից հետո Բաքվի եւ Երևանի հետ։ Միջև էս պահը չկա այդպիսի բան։ Միջև էս պահը քաղաքացիական պայմանագրի падգամավորները պնդում են հայկական կողմը առնվազն պետքա պահանջի, որովհետև ինչպես Գերմանիայի արտգործնախարարությունը համաձայնեցված կետերը հրապարակելուց հետո հայտարարեց, որ դա խիզախ զիջումներ էին, հիմա Հայաստանի Հանրապետությունը իրավամբ չունի զիջելու որևէ բան։ Եվ կողմերից որևէ մեկին, այդ խաղացողներից, միջազգային խաղացողներից որևէ մեկին պետք է ներգրավի։ Ռուսաստանը չի կարող լինել, որովհետև Ռուսաստանը առնվազն մեր հանդեպ դավաճանական մի քանի դրվագով ակտեր է իրականացրել եւ հավատ մեր չի ներշնչում, մեր սահմանները ինչի մասին է խոսքը չի ճանաչում։ Ֆրանսիան եւ Եվրամիությունը հավաքական առումով չեն կարող լինել, որովհետև Ադրբեջանն ունի խնդիրներ, նրանց հետ այստեղ Միացյալ Նահանգներն է, որ կարող է հատկապես այդ օգտակար հանածոների եւ մետաղական հանքերի հանդեպ ունեցած սերը Թրամփի եւ մեր ունեցած ռեսուրսները դրա մասին են խոսում, որ կարելի է գնալ եւ գործարք իրականացնել, ինչու ոչ։